Հայոց համազգային շարժում կուսակցությանը հիմնադրման պահից ի վեր անդամակցող Հենրիկ Ավագյանին կուսակցությունից հեռացրել են միայն այն բանի պատճառով, որ նա որոշել է սատարել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին գալիք նախագահական ընտրություններում, գլխավորելով վերջինիս նախընտրական շտաբը Արտաշատում։ Որոշումը կայացվել է Կիրակի տեղի ունեցած ՀՀՇ Արտաշատի կառույցի խորհրդի նիստում։ Սկսեցին օրակարգը մի քարտ Հենրիկ Ավագյանին հեռացնել ՀՀՇ-ից։ Ինչի համար։ Որ Հենրիկ Ավագյանը պաշտպանում է Հրանտ Բագրատյանին, մենք այնտեղ ներկա է եղել Հարութ Հովհաննիսյան, որ առաջվա ՀՀՇ-ի նախագահն էր, հիմա ՀԱԿ ներկայացուցիչն է, ինքը ՀԱԿ-ից, ամեն ՀՀՇ-ի խորհրդի անդամ է։ Ինքը ներկայացրել, որ ՀԱԿ-ը որոշում է կայացրել, որ չսատարել ոչ մեկին, չենք պաշտպանում ոչ մեկին, բայց դու որ պաշտպանել Արման Մելիքյանին, մենք քեզ չենք հեռացնի։ Արման Մելիքյանին պաշտպանելու համար չենք հեռացնի, բայց որ պաշտպանում ես Հրանտ Բագրատյանին, մենք քեզ պիտի հեռացնենք ՀՀՇ-ից։ Միայն Արման Մելիքյանին, թե չէ, Պարոն Հայրիկյանին, Արման Մելիքյանին, դեռ մեկնացած ես պաշտպանելու եմ Պարոն Հայրիկյանին, Իսկ ինչու հենց Հրանտ Բագրատյանին պաշտպանելու համար։ Չգիտեմ իրենց նպատակը ինչու՞ն է։ Ես ասացի ՀԱԿ համակարգը, ՀԱԿ-ը բաղկացած է տարբեր քաղաքական ուժերից։ Այնտեղ լիդերներ Ստեփան Դեմիրճյան, Լյուդմիլա Սարգսյան, եկել մյուս լիքն են։ Հետի մի կազմված չի մենակ Լևոն Զուրաբյանը։ Լևոն Զուրաբյանը ոնց այդ որոշում կայացրել, որ ով պաշտպանի Հրանտ Բագրատյանին հեռացնել, ասած այդպես է որոշում կայացել, մենք պարտավոր ենք ենթարկվել օրենքին, մեր օրենքի տառին։ Դա քաղաքական պատվեր է։ Ես այդպես հասկացա, որ քաղաքական ուժերը, սրանց վերադասները, այստեղ մեր Արտաշատի կառույցի, թե հիմա Երևանի կառույցից, որտեղից են իրենց այդ ճնշումը գործադրել, որ ինձ հեռացնեն ՀՀՇ-ից։ Այսօր դիմեցինք ՀՀՇ վարչության նախագահ, ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, սակայն նա չցանկացավ մեկնաբանել տեղի ունեցածը։ Հիշեցնենք, որ Հայոց համազգային շարժումը եւ Հրանտ Բագրատյանի գլխավորած Ազատություն կուսակցությունը հանդիսանում են Հայ ազգային կոնգրեսի անդամներ։ Մենք այսօր դիմեցինք նաեւ Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ արձագանք ստանալու ակնկալիքով, սակայն շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանը փոխանցեց, թե չեն ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը։